Կրկին բարձր սերելի հայրենակիցներ, եթերում քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մարտի 2-ն է։ Հույսով եմ գոնե այս հաղորդման մեջ ձայնը լավն է, փորձեցի ուղղել, կար տեխնիկական խնդիր, եւ այս հաղորդման ընթացքում կրկին մեր հիմնական հաղորդման թեման Իրանն է, այնպիսի մի մեծ լուրջ պատերազմ բռնկեց Մերձավոր Արևելքում, որ չէր կարելի պատկերացնել այս մեծ մասշտաբների մասին եւ այսպիսի հետևանքների մասին, սակայն դեռ ամեն ինչ կարծես թե նոր է սկսվում եւ ամենավատը հնարավոր է նույնիսկ արժևում է։ Հավանականությունը մեծ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշում կայացնեն եւ սկսեն նույնիսկ ցամաքային գործողություն Իրանում։ Ահա այս հարցը մենք անպայման կքննարկենք այս հաղորդման մեջ։ Բայց խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, եթե չեք բաժանորդագրվել մինչև հիմա, ինչպես նաև լայքել եւ գրել ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ։ Փորձում եմ շատ սեղմ ներկայացնել կատարվածը եւ մեր նման կարճ հաղորդումներ ես չեմ կարծում, որ որևիցե մեկը անում է, այսքան օպերատիվ եւ կարճ հաղորդումներ, դրա համար փոքրիկ հաղորդման մեջ շատ մեծ ծավալի ինֆորմացիա ենք ներառում, դրա հետ մեկտեղ նաև մեկ-մեկ փորձում ենք ակտուալ վերլուծություններ կատարել ձեզ հետ միասին։ Սկսենք նրանից, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի միջև քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված բարդ իրավիճակը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը եւ մոտակա բարձր մակարդակի այցերը։ Այսօր նաեւ Իրանի դեսպանը Հայաստանում մի շարք հայտարարություններով է հանդես եկել, իրանցի պաշտոնյաները տարբեր երկրներում փորձում են ուշքի գալ եւ հայտարարություններով հանդես գալ եւ բացառություն չէ նաեւ Հայաստանում Իրանի նոր դեսպանի ակտիվությունը, մենք գիտենք, որ սա տարօրինակ հայտարարություններով ընդունակ է հանդես գալ այս դեսպանը, նա խոսել է Փրիփից եւ ասում է, որ Իրանը դեմ չէ խաղաղության խաչմերուկ ծրագրին, բայց Թրիփի մասով փաստացի հասկացնում է, որ հարցեր իրենք ունեն։ Դες ասում է, եթե պատերազմը սկսվի, այդ հարցերը միանշանակ կավելանան։ Եվ ահա դեսպանը ասում է, որ ինքը հույսով է, որ այդ ճանապարհը Թրիփը չի օգտագործվի ռազմական նպատակներով, Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմական նպատակ չեն ներդրի այդ ծրագրի մեջ, ուղղակի հույս է հայտնում, ասում է, որ մենք հավատում ենք Հայաստանի Հանրապետությանը եւ նաեւ հավատում ենք նրան, որ Հայաստանի ինքնիշխանությունը չի խախտվի։ Ասում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը այդ ճանապարհի վրա, այդ տարածքների վրա Իրանի համար կարմիր գիծ է։ Այս մեկ հարցով բնականաբար ուրախալի է Իրանի դիրքորոշումը, բայցերը շատ են, եթե այս ռեժիմը մնա, այն միանշանակ խնդիրներ եւ խոչընդոտներ կստեղծի Հայաստանի համար։ Դրա համար ես իմ դիրքորոշումը միշտ շատ հստակ եւ շատ պարզ արտահայտում։ Հիմա իրենց պետք չէ, դրա համար ավելի զգուշավոր են արտահայտվում։ Անցնենք պատերազմին։ Ինչպես տեսակ, այսօր ոչ միայն Իրանի ուղղությամբ է պատերազմը ընթանում, այլ նաեւ նոր տաք կետ առաջացավ քարտեզի վրա եւ դա Լիբանանն է։ Իսրայելը ամբողջ օրվա ընթացքում բազմաթիվ շատ հարվածներ է հասցրել Հեզբոլլահի դիրքերին։ Փաստացի Լիբանանում եւս բավականին ծանր իրավիճակ է հաստատվել եւ Լիբանանի վարչապետը վերջապես կարողացել է իր մեջ ուժ գտնել, կարելի ասել տղամարդություն եւ հայտարարել է, որ իրենք որոշում են կայացրել արգելել Հեզբոլլահի գործունեությունը Լիբանանում։ Տեսնենք թե ինչպես կստացվի իրենց մոտ, բայց մինչև հիմա Լիբանանի բանակը եւ Լիբանանի իշխանությունները շատ էին վախենում Հեզբոլլահից եւ ոչինչ չէին կարող անել։ Եվ միշտ էլ Հեզբոլլահը Լիբանանը ներքաշել է պատերազմի մեջ։ Դրանից բացի կա տեղեկություն, որ Իրանի օդուժը այսօր էլ հարված է հասցրել նոր հոգևոր առաջնորդ, այսինքն հոգևոր առաջնորդի պաշտոնակատարի, հետաքրքիր պաշտոն է, հոգևոր առաջնորդի պաշտոնակատարի Ալիզար Արիֆի
տանն է հարվածել Իսրայելը։ Թրամփն էլ հայտարարել է, որ 49 բարձրաստիճան իշխանության ներկայացուցիչների հարվածել են եւ ոչնչացրել են, նույնիսկ զարմանք է հայտնել, թե ինչպես է ստացվել, որ բոլորը միանգամից միասին հավաքվել էին եւ մեծ հնարավորություն էր դա իրենց համար, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, որպեսզի մեկ հարվածով ոչնչացնեին բոլորին։ Ինչ վերաբերվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների խոցված ինքնաթիռներին, Կուվեյտը փաստացի ասում է, որ իրենք են սխալմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կործանիչը խոցել սխալմամբ F-15E ինքնաթիռը խոցվել է Կուվեյթի սխալ գործողությունների պատճառով։ Դե իրենց էլ կարելի է հասկանալ, հիմա այնքան բարդ իրավիճակ է իրենց մոտ, որ իրենք անընդհատ ԱԹՍ-ներ են որսում, հրթիռներ են որսում։ Օրինակի համար Քաթարն էլ այսօր իրանական 2 Su-24 ինքնաթիռ է խոցել, որոնք որ պատրաստվում էին հարվածներ հասցնել Քաթարում տարբեր օբյեկտների, դրա համար նման միջադեպերը հնարավոր են։ Հիշում եք, ես էլ էի զարմանք հայտնել, թե ինչպես ստացվեց, որ ամերիկյան ինքնաթիռները չեն խոցվում Իրանի օդում, այլ Իրանից դուրս այլ երկրների օդային տարածքում են խոցվել։ Փաստացի սխալ է տեղի ունեցել եւ սխալմամբ խոցել են ամերիկյան ինքնաթիռները։ Բավականին լարված է նաեւ Կիպրոսի ուղղությամբ, փորձում է Իրանը հարված հասցնել նաեւ Կիպրոսին, նույնիսկ հայտարարում են Իսլամական հեղափոխության կորպուսի պահապանների ղեկավարը ասում է, որ իրենք կշարունակեն թիրախավորել Կիպրոսը, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց կործանիչների մեծ մասը պահում են Կիպրոսի ափերին, երևի թե խոսքը Ջերալդ Ֆորդ ավիակիրի մասն է, դրա համար իրենք թիրախավորում են Կիպրոսը, եւ քանի որ նման բան է տեղի ունեցել, Հունաստանը որոշում է կայացրել, որ շատ շտապ արագ ձևով իր հակաօդային ուժերը, հատկապես Կենտավրը, մոտեցնում է Կիպրոսին եւ նաեւ F-16 գործանիչները, որպեսզի կարողանան լիարժեք ապահովել Կիպրոսի անվտանգությունը։ Այսինքն պատերազմը հասնում է նաեւ Եվրամիության երկրի, դեռ չի հասել, շատ մոտ է, փորձում են իրանցիները ամեն դեպքում հարված հասցնել, դեռ չի ստացվում, բայց բավականին լուրջ մտահոգվել է արդեն Կիպրոսը եւ ոչ միայն Կիպրոսը, Եվրամիության տարբեր երկրներ նույնպես մտահոգվել են եւ փորձում են հիմա բոլորը համատեղ ուժերով պաշտպանել նաեւ Կիպրոսը։ Հայտարարությամբ է հանդես եկել այսօր նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմի նախարար, այդպես են չէ իրեն անվանակոչել պաշտպանության նախարարությունը, պատերազմների նախարարություն, եւ նա ասում է, որ Իրանի ժողովրդի ազատության ժամանակը արդեն հասել է, շատ մոտ է։ Նա ասում է, որ մենք ժամկետներ չենք հաստատում, Իրանը ունի այս պայդրությամբ այնուամենայնիվ հերահար հնարավորություններ, խոսքը հիմնականում հրթիռների մասին է, եւ նրա խոսքերով իրենք այս պահի դրությամբ կոնկրետ այդ խնդրի վրա են կենտրոնացած եւ փորձում են հարվածել, ոչնչացնել հրթիռային համակարգերը Իրանի։ Եվ ամենակարևորը Փիթեքսետը, պաշտպանության նախարարը հայտարարում է, որ մենք Իրանում ցամաքային զորքեր չունենք, բայց մենք յուրաքանչյուր գործողության կդիմենք, յուրաքանչյուր քայլի, որպեսզի հաղթանակ տանենք այս պատերազմում։ Հիմա տեսնենք, թե ինչ է ասում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Շատ կարևոր հայտարարություններ են, սիրելի հայրենակիցներ, սրանք, եւ այստեղից ես անձամբ ենթադրություն եմ անում, որ կարող է պատերազմի բնույթը շատ արագ եւ շատ շուտ փոխվել։ Թրամփը ասում է, որ Իրանի գործողությունները անսպասելի էին։ Նրանք չէին պլանավորում, որ Իրանը կարող է թիրախավորել տարածաշրջանի բոլոր երկրները։ Եվ քանի որ այդպիսի իրավիճակ է հիմա ստեղծվել, Թրամփը չի բացառում, որ այդտեղ կարող է հայտնվեն նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային ուժերը։ Եթե ասում է լինի դրա անհրաժեշտությունը, ապա անպայման նման քայլի կդիմեն Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Եթե Թրամփը արդեն չի բացառում եւ մտածում են ցամաքային գործողության մասին, ապա ես կարող եմ ձեզ վստահեցնել, սիրելի հայրենակիցներ, որ այդպիսի ծրագիրը արդեն հաստատ մշակվել է, այն ամենայն հավանականությամբ նույնիսկ արդեն հավանության է արժանացել եւ ուղղակի սպասում են մի քանի օր էլ,
տեսնենք թե ինչ զարգացումներ կլինի, հետո նոր արդեն վերջնական 100%-ով որոշումը կայացնեն։ Պարզ է, որ այդ ամենը պետք է անցնի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի միջով եւ ամենադժվար հարցը դա է։ Տեսնենք, չեմ շտապում, բայց ես էլ եմ պատկերացնում, որ ցամաքային գործողություն տեղի կունենա, ու եթե սկսվի ցամաքային գործողությունը, դա ավելացնում է արդեն հնարավորությունը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կտապալեն այդ ռեժիմը, իսլամական ռեժիմը կտապալվի, իսկ պարզ է, չէ, մեզ պետք է դա, մեզ միանշանակ դա պետք է։ Արդեն իսկ ամենավտանգավորը եղել է, պատերազմը սկսվել է, ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ է, բարեբախտաբար այս պահի դրությամբ Հայաստանը խաղաղության մեջ է, Հարավային Կովկասը խաղաղության մեջ է, բայց ամենավատը արդեն եղել է, եթե ցամաքային գործողությունը սկսվի, հանկարծ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը վերջնական որոշումը կայացնեն եւ սկսեն, չեմ ասում, որ իրավիճակը ավելի կթեթևանա, այն ավելի է լարվելու մեզ համար, ավելի են շատանալու վտանգները, նաև փախստականների հետ կապված վտանգը ավելի ռեալ եւ մեծ է դառնալու, բայց նույն ժամանակ հավանականությունը, որ այդ ռեժիմը կտապալվի, անգամներով ավելանալու է։ Սա է իրականությունը, մենք ոչինչ չենք կարող անել։ Սա է իրականությունը, մենք ուղղակի պետք է հետևենք իրադարձությունների զարգացմանը եւ շատ զգոն լինենք ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Եվ Թրամփը շարունակում է միտքը ասելով, որ մենք անպայման կոչնչացնենք Իրանի հրթիռային պոտենցիալը, հնարավորությունները, բավականին ժամանակից այդ հրթիռները, մենք կոչնչացնենք նրանց նաև ռազմածովային ուժերը, ասում է, արդեն իսկ խոցել ենք 10 նավ, նրանք արդեն ծովի հատակին են, ասում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Եվ քանի Դոնալդ Թրամփը հայտարարությամբ էր հանդես գալիս, տեղեկություն ստացանք, որ Իրանը նոր շատ ավելի մեծ ժամանակակից հրթիռներ է արձակել Ամերիկայի Միացյալ Նահանգների բազաների ուղղությամբ։ Տեսնենք, թե ինչ կստացվի այդ հրթիռների արձակումից, դրանք կհարվածեն, չեն հարվածի։ Հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը եւ նա ասում է, որ հիվանդների եւ երեխաների վրա նպատակային հարձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է եւ աշխարհը պետք է դատապարտի այն, Իրանը չի լռելու եւ չի հանձնվելու։ Դե իրոք Իսրայելը այստեղ շատ կոպիտ է վարվել, բազմաթիվ երեխաներ են սպանվել, նաեւ հարձակվել է հիվանդանոցների վրա, դա էլ կա։ Իսրայելը այդ առումով շատ դաժան է գործում։ Համոզված չեմ, որ դա Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողության արդյունք է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն նման կերպ չեն գործում, այլ Իսրայելը կարող է ցավոք սրտի հարված հասցնել երեխաներին եւ թիրախավորել հիվանդանոցները։ Մենք երբեք Իսրայելին չենք արդարացնում։ Ես միշտ էլ ասում եմ, որ մենք Իրանի ժողովրդի կողքին ենք, ուղղակի այդ ռեժիմը մեզ համար շատ անհարմար եւ վտանգավոր ռեժիմ է։ Թե չէ միանշանակ է այն, որ Իրանի ժողովուրդը մեզ համար բարեկամ ժողովուրդ է։ Ունեցել ենք համատեղ պատմություն, ընդհանուր խնդիրներ, ընդհարումներ, պատերազմներ, այնպես չէ, որ ամեն ինչ հարթ է եղել մեր մեջ։ Միշտ, բայց այսօր 21-րդ դարում հայերը եւ իրանցիները բավականին բարեկամ լավ հարաբերություններ ունեն։ Կրկնեմ, մեր խնդիրն է իրանական ռեժիմը։ Ես համոզված եմ 100%-ով համոզված եմ, որ այդ ռեժիմը եթե մնա, մենք միանշանակ խնդիրներ կունենանք։ Եվ վերջում, սիրելի հայրենակիցներ, ասեմ, որ հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Էմանուել Մակրոնը, նա ասում է, որ Ֆրանսիան որոշում է կայացրել ավելացնել իր ատոմային հնարավորությունները, ատոմային մարտագլխիկների ավելացման որոշում է կայացրել Ֆրանսիան, դե հասկանում են, թե ինչքան բարդ է հիմա դարձել աշխարհը, ինչքան վտանգավոր, դրա համար այսպեսի որոշում է կայացնում Ֆրանսիան, եւ նա ասում է, որ այդ ամենին կարող է միանալ նաեւ Գերմանիան, այսինքն Գերմանիան էլ ինչ-որ մի ձևով կներգրավվի այդ գործընթացների մեջ։ Մենք հասկանում ենք, որ Գերմանիան չունի, գիտենք, որ չունի ատոմային զենք, բայց Ֆրանսիան փորձում է իր պաշտպանության տակ վերցնել նաեւ Գերմանիային կամ կարող է վաղ ունենա, ճիշտ է, երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով
նա չունի այդ զենք, հիմա այնքան բան է փոխվել աշխարհում, որ արդեն ոչինչ չես կարող բացառել։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, այսօրվա համար մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, տեսնում եք, փորձում ենք շատ օպերատիվ ձևով հաղորդումներ պատրաստել այս մի քանի օրերին նույնպես մենք կաշխատենք արտակարգ ռեժիմով։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։